ամեն դեպքում ինձ թվում է այս տեսակի ուժեղ հայկական ֆիլմ էլ դժվար գտնենք։ Պանիխիդայի ու փոխարենների համար, ասում եմ ոչ մի նկար, որտեղ որ ինքը չի ժպտում, մենք չգտանք։ Այնպես չի, որ մենք պատահական ենք խոսում Կաննի մասին։ Եթե գնաք այդ ֆիլմը նայեք, ես արդեն կհամարեմ այս վիդեոյի միսիան կատարված է։ Նայում ես այս ֆիլմում Երևանի կադրերին ու մոտդ կարոտ է առաջանում։ Որոշ ժամանակ առաջ տեղի ունեցավ Կաննի 79-րդ կինոփառատոնը ու մենք խոսք ենք տվել, որ կանենք դրա հետ կապված անդրադարձ մարտին ու դրա Մարտին հետաքրքիր է նա որ նորությունով չսկսեցինք ինչ նորություն կա ու այս անգամ Մարտին հրաչով չսկսենք արի հիմա անենք դե բան ենք անում էլի նորություններ ենք բերում մեր բայց սպասի անենք այողների համար արա Մարտին հրաչ Այն որոշ ժամանակը որ ասիրն են եղավ ոնց որ տարիներ առաջ տեղի ունեցավ Կաննի 79-րդ փառատոնը Բացտավ կար ինքը ասես տենց ասա ասի որոշ ժամանակ բայց որ դու ասիր արդեն բան մի տեսակ այսինքն շատ լուրջ իրադարձությանը շատ ռեժիսորի ձեռքը զգացվում այո ու ինչն է հետաքրքիր շատ լուրջ բանի մասին ենք խոսում Կաննի 70 ու սենց բան ձևով էլի Ահա, ինչ ասեմ այս մասին, ինչ որ բաներ ասեմ, հա։ Դե դու ես պատրաստվել, ես ուղղակի ունկնդրելու եմ։ Ես ոչ թե պատրաստվել եմ, այլ ես ընթացքում պատրաստվում էի, կարելի ասել։ Նայելով ֆիլմերը, ամեն ինչը չէ դե ֆիլմերը, չէ, մենք իրականում մեծ հույս ունենք, որ գալիք Ոսկե ծիրանի ժամանակ այս ֆիլմերի մեծ մասը պետքա որ մենք տեսնենք մեր հայրենի օջախում հայրենի կինոթատրոնում օրրանում այսպես ասած կարծում եմ կինոյի տանը ավելի շատ թվում է թե այդպես է Ռասկլադը միգուցե հա ճիշտ է անցած տարի տենց եմ հիշում չգիտեմ լավ դե կարևոր չի որտեղ է հույս ունենք այս լավ հրաշալի ֆիլմերը մենք կդիտենք հրաշալի վայրում հա մենք դե անցած պարապմունքի ժամանակ էի ուզում ասեի անցած թողարկման ժամանակ ասացինք որ շատ չենք անդրադառնա մի քանի ֆիլմ եւ այլն, ասացինք, երբ որ արդեն ավարտված լինի, արդեն Դες մի երկու բան կա, որ հաստատ արժի Հա, իհարկե, հա, բայց այնպես չի, որ մենք պատահական ենք խոսում Կաննի մասին, դա դեռ սյուրպրիզ է, բայց դա էլ կհիշենք։ Էդի հեսա որ պահակա կասենք, հա։ Լավ, ժյուրի կազմում էին գտնվում Պարկ Չան-վուկը, ում անցյալ տարի Օսկարի նոմինացիա չտվին, հայտնիներից ասեմ ովքեր են գտնվում, որտեղ այնտեղ ինչ որ չիլիացի մի հատ 22 տարեկան ռեժիսոր կար, ոբշեմ չասեմ Պարկ Չան-վուկներ, Դեմի Մուրը, Ռութ Նեգան, Օսկարի նոմինանտ, Ստելան Սկարսգարդով անցյալ տարի կաննում, Օսկարի նոմինանտ, Տժիշկների մեջ էր ու Օսկարում էլ, եւ տաղանդաշատ Խլուի Ժաոն, եւ ինչ տեղի ունեցավ, շատերի սպասելիքներին հակառակ Պալման հաղթեց Կրիստիան Մունջուի Ֆյորդը, որտեվ շատերը կարծում էին, որ չէ, Օլոֆը Սադրն է հաղթելու, կամ ինչպես այս, ասում եմ, ձեր խոնար ծառան գտնում էր, որ ի վերջո Զվիագինցևը կհաղթի Մինատավրով։ Մի խոսքով, Պալման հաղթեց Ֆյորդը, Ռենատե Ռեյնսվիլը ու Սեբաստիան Ստենով թվում է թե շատ լավ ֆիլմ է, հույս ունենք շուտով տեսնել։ Grand Prix-ին երկրորդ մրցանակը, այսպես ասած, runner-up-ը ըստ Կաննի, Զվիագինցևի Մինատավրն էր, որը Կլոդ Շաբրոլի Իզաբել Յուպերով ֆիլմի ռիմեյք է։ Հա, ռիմեյք է, ես այդ ֆիլմը ինադու չեմ նայում, որովհետև թվում է թե շատ անհետաքրքիր կլինի հետո այս ֆիլմը նայելը։ Հա, անհետաքրքիր կլինի։ Նու ամենայն հավանականությամբ սա ավելի ուժեղ ֆիլմ կլինի, քան նա, Շաբրոլը չնայած ինքը շատ լավ ռեժիսոր է։ Երրորդ եմ ասում, Նոր Ալիքի երրորդ ալիք էի ուզում ասեի։ Հա, ինքը այն ռեժիսորն է Նոր Ալիքի, որ միանգամից լիամետրաժ ֆիլմով սկսեց իր կարիերան, էսի ուսանող տարիներից բան հիշեցի, ումա պետք չէ։ Քեզ իր գրեջա աշխատանք։ Ժյուրի պրայզը հաղթել է Վալեսկա Գրիզեբախի Dreamed Adventure, ինձ թվում է այս ֆիլմը կորելու է գնա պատմության հորձանուտում կորելու է գնա լավագույն ռեժիսոր այս անգամ երկու հոգու են տվել Fatherland, ինչպես կասեր հայտնի ռուս կինոկրիտիկ Դոլինը Fatherland ֆիլմը հայրենիք ոնց հասկանում Տոմաս Մանի մասին ֆիլմը ժամ 22 րոպեանոց ֆիլմ է հույս ունենք շատ արագ կնայենք ու ինքը նույն իրավոճով է սև ու սպիտակ էլի Սանդրա Ուլերով ու այն դերասանով ում անունի հիմա չեմ հիշի ով խաղում է Տոմաս Մանին
Սանդրա Օլերն էլ Հելմերի Հա, ոնց հասկացա, իրա դուստերն է այդ ֆիլմում ինքը, այտենց ենթադրություն ունեմ, ու մյուսը, որ լավագույն ռեժիսոր են ստացել, Սև գնդակ ֆիլմն է, պատմական, պատերազմական ֆիլմ է, իսպանական, երկու Խավիերների նկարահանած, Խավիեր Կալվոն ու Խավիեր Ամբրոսին, ֆուտբոլի մասին է ինչ-որ բան։ Չէ, պատերազմը ու ոնց հասկանում այդ գնդակը հենց այդ պուլյաների մասին է, թե հենց այդ բանի այդ մեծ գնդակներ, որ կրակում են, գրանատամյոտ են, ինչ են, չգիտեմ, դրանց մասին է, որոշ մարդիկ, որոշ հետևողներ ասում են, որ շատ ուժեղ ֆիլմ է, նույնիսկ Best Picture-ի նոմինացիա են տալիս այս ֆիլմին Օսկարում, ինքը իսպանական ֆիլմներով ու իսպաներեն լինելով, իրանց առաջի ֆիլմն է Խավիերների, չգիտեմ, սպասենք, մեծ հաճույքով կնայենք, հետաքրքիր է ինչ կլինի, լավագույն դերասանուհի, այս անգամ ամեն ինչը երկու հատով էր տալիս կանը, լավագույն դերասանուհի են ստացել այն ֆիլմի դերասանուհիները, որոնք ըստ շատերի պետքա հաղթեին Պալման, որ ֆիլմը պետքա հաղթեր, բանի ոնց էր Ryusuke Hamaguchi ռեժիսորի ֆրանսիական ֆիլմը, բանը All of a Sudden, շատ պատահական, ոնց որ հանկարծակի ֆիլմի երկու դերասանուհիները Վիրջինի Էֆիրան ու Տաո Օկամոտոն, Վիրջինի Էֆիրային մենք կհիշենք Բենեդետա ֆիլմից, այտենց իրա հենց իրա Ես էդի ոսկե ծիրանին եմ հենց այ հենց ինքը, դե Տաո Օկամոտոնն էլ ինչպես են ժամանակ ասի Լոգանի միջի են ճապոնացու աղջիկը, երկուսն էլ լավագույն դերասանուհի են հաղթել, բայց շատ ուժեղ ֆիլմ է ասում են, Best International ֆիլմը շատերը գտնում են, որ այս ֆիլմն է այս տարի հաղթելու Օսկարում, բայց դեռ թվում է թե Վենեցիայում ավելի շատ հենց Best Picture-ի ֆիլմերն են լինելու, օտարալեզուները թվում է թե հենց կաննում է այս տարի հենց ստեղ է հարցը լուծվելու էլի։ Լավագույն դերասան հաղթել են Լուկաս Դոնտի էլի շատ նման ֆիլմ Black Ball-ին, Coward, Վախկոտը ֆիլմը, որը էլի պատերազմական պատմական ֆիլմ է, այստեղից երկու դերասան անուններն էլ չեմ տա, ուղղակի ինչ որ անհայտ դեմքեր են էլի, ասպես ասած, ու լավագույն սցենար հաղթել է Էմանուել Մարեի A Man of His Time ֆիլմը, որը նույնպես պատմության հորձանուտում կկորի կգնա ինձ թվում է։ Այս էր եղածը Ինձ թվում է շատ ուժեղ կանն է եղել այս տարի, առնվազն 4-5 օսկարային ֆիլմ էստեղ լինելու է, մեծ հաճույքով իրականում կսպասենք եւ ճիշտ է մի 2-3 ռեժիսոր էլ շատ լավ, ուղղակի Ֆարխադինը շատ վատ ֆիլմով հանդես եկել, Կորեիդան, ու էլի մի քանի բան որ թվում էր թե ու ինձ թվում էր ամեն դեպքում Մինոտավրը պետք է այստեղ հաղթեր Օսկարինոմ կլինի ամենայն հավանականությամբ, բայց մի հատ դե տեսնենք ինչ կա կեստահել մի տարի համարյա ունենք։ Բայց դե սրանք են, գիտենք որ էլի, որովհետև օտարալեզու ինչ ֆիլմեր են հետո լինելու, չգիտեմ։ Հա, դու օտարալեզու նոմինացիայի մասին ես ասում։ Նոմադլենդ եմ ասում, մաքսիմալ Վենեցիայում ինչ որ բաներ հայտնվեն, բայց ստեղ են ուժեղներ այս տարի, ինձ թվում է։ Պրոստը sense մի հատ խնդիր կա այստեղ Զվյագինցևի ֆիլմի հետ կապված։ Իրա submission-ի հարցը կա այստեղ ինքը դե ակնհայտորեն ռուսական ֆիլմ չի, ինքը ռուսերեն է, բայց ինքը որտե Լատվիայում Ռիգան նկարած է որպես Մոսկվա, ոնց հասկանում եմ, կամ Ռուսաստանի ինչ-որ քաղաք։ Ու այստեղ չգիտեմ, ինքը Ֆրանսիայից է սբմիտ լինելու, Գերմանիայից թե Լատվիայից, որովհետև թվում է թե Ֆրանսիայից էլի սբմիտ անելու ֆիլմ կա, Գերմանիայից էլ թվում է թե դրա համար մի քիչ sense չգիտես ինչ է լինելու, հնարավոր է նույնիսկ ընդհանրապես չունենա նոմինացիա, որովհետև Լատվիայով կգնա եթե երևի, հա, որովհետև կարող է եթե Գերմանիայից է Fatherland գնա, եթե Ֆրանսիայից է All of a Sudden գնա ու էս մնա, պետք է հասկանանք էլի ինչ է լինում։ Դե մենք չես Վագինցևը։ Դե մենք էլ ենք ուզում հասկանալ։ Այդ օրերը գան եւ կհասկանանք։ Այսքանը 79-րդ ժամանակին տեղի ունեցած փառատոնի մասին։ Հավելեմ, որ անձամբ ես տենց շատ հույսեր ունեմ Ֆյորդի հետ կապված։ Դե Ռենատը Ռեյնսվեն շատ տպավորեց անցյալ տարի հստակ այդ Sentimental Value-ում ու տենանք Սեբաստիան Ստենը, որը որ երևի այս տարի նաև բլոկբասթերներ ա ունենալու։ Նույնիսկ խոսում ինքը։ Ինչ որ ոնց որ արմատներ ուներ թե ինչ որ տենց բան։ Վաշե չէր մտածել։ Այդ նույնը ոնց որ պահիտակ իմանում ես որ Անյա Տեյլոր-Ջոյը Արգենտինա իսպաներեն է շատ լավ խոսում։ Հա, դե Ֆյորդի ու Fatherland, բայց ինձ դեմից թվում էր ես կարողա ձանձրանամ այդ կինոյի դե զուտ սինոպսիսից ելնելով, բայց եթե ժամ 22-ը ինձ թվում է չեմ հասցնի։ Այդ որի մասին է։ Fatherland-ը, հա, ինքը չես հասցնի ձանձրանալ, իր բոլոր ֆիլմերն այտենց էլ ձանձրալի չեն։ Այսօր պատահաբար Իդայից մի հատ էլի կադր նայեցի, շուտվանից չեմ նայել այդ ֆիլմը, դե նայել եմ այն ժամանակ, երբ որ Օսկարի նոմինացիա թվին, թե 16 թվին շատ հետաքրքիր նկարած ֆիլմը, դե ուժեղ դեմք է, ինչ անես Պավլիկովսկին։
Դե սահուն կերպով 2026-ի Կաննից անցնենք 1966-ի 60 այդ իրական հենց նոր մտածեցի այդ միտքը 66-ի Կանին այսօր մենք ինչպես եւ խոսք էինք տվել քննարկելու ենք հայկական մի ֆիլմ, որի անունն է Բարև ես եմ, որը որ Կանի ոնց կոնկուրսի մեջ է, եւ այտենց է ճիշտ ասել, 66 թվականի Կանի կոնկուրսի մեջ է եղել ու սրա կապակցությամբ առաջարկում եմ սկսենք այլ կոնկուրսանտներից 66 թվի ու վերադառնանք կինոյի քննարկմանը։ Այո, տենանք այդ ովքեր են եղել։ Հա, ես մի քիչ սխալ հուշում քեզ արեցի, այն ժամանակ Պալմա չի կոչվել, այն ժամանակ եղել Grand Prix du Festival International du Film։ Չգիտեմ, ինչ որ պատմություն կար, հիշում եմ խի Պալման հանել են մի ժամանակ Grand Prix ընտրվել մի քանի տարի, հետո էլի սկսել են տալ Պալմա, մի խոսքով ոսկին վերջացել է։ Հա, չէ, հստակ բան կար, իրականում Վիկիպեդիայում կարդացել եմ, բայց քիչ եմ հիշում, կարծում եմ այդքան էլ կարևոր չէ։ 66 թվականի Կաննի միջազգային փառատոնում ժյուրի պրեզիդենտը եղել է, կարաս ասես ով, ոնց պետք է ասես։ Շանս չունե։ Սոֆի Լորենը։ Вообще շանս չունե։ Իսկ դու 100 հատ էլ ասեի կարող է չասել։ Նախ այդ ժամանակվա 100 գործիչ երևի չեմ անվանի, բայց եթե հա Սոֆի Լորեն ինչ էի ասել։ Սոֆի Լորենն ա եղել։ Ֆիլմը այդ ժամանակ ինչպես եւ այս տարի շատ մրցանակներ երկու ֆիլմի էին տալիս, այս ժամանակ հենց գլխավոր մրցանակն են երկու ֆիլմի տվել։ Լավագույն ֆիլմն ու այդ Grand Prix-ն ստացել են Կլոդ Լելուշի Տղամարդը եւ կինը ֆիլմը։ Գիտես ինչ ֆիլմ։ Ես այս ֆիլմը նայել եմ շատ շուտ, սրանից երևի 6-7 տարի առաջ, շատ շուտ, դարեր առաջ։ Մեջը Անուկ Էմեն ա խաղում ու Ժան-Պիեր Տրինտինյանը Հայա գրվում է Տրինտիգնան, այն ամուրի դերասանն է, շատ երիտասարդ, կոնֆորմիստի եւ այլն։ Ինքը Գոնշիկի ու ինչքանով որ քանի որ ֆիլմը շուտ եմ նայել, ինչքանով որ ես հիշում եմ Անուկ Էմեն այստեղ սցենարիստ է։ Ու այնպես է լինում, որ իրանք ինչ որ գիշեր են իրար հետ անցկացնում, շատ sense իսկական դրամա, կյանքի ֆիլմ է իսկական ու լավ է նկար։ Կլոդ Լելուշը իրան հիմա իհարկե իր անունով երթվում են շատ-շատերը, բայց ես ուժեղ շատ ֆիլմեր իրանից չեմ հիշում, իսկ թվում է սա լավագույնն է, ինչ կարար ինքը ունենար եւ սրանով ինքը Օսկարն էլ է տարել այս տարվա Best Foreign Language ֆիլմը։ Այս ֆիլմը հաղթնել ու Signore e Signori Pietro Germiի ֆիլմը շատ հետաքրքիր ֆիլմ է։ Ես այս ֆիլմը նայել եմ մի 3-4 օր առաջ, որովհետև դե ամեն դեպքում կիսել են մրցանակը։ Գիտես ինչի մասին է ֆիլմը 3 մասից բաղկացած ֆիլմ է, կոմեդիա է, բանում է Տրևիզոյում տեղի ունեցող իրադարձությունների մասին է, սև ու սպիտակ ֆիլմ է, ու ցույց է տալիս թե մի խումբ մարդիկ ոնց են մեկը մյուսի կյանքով ապրում։ 3 պատմություն, սա Այսինքն մեկը մյուսի կյանքը ոնց են քննարկում մյուսներին, մեկ ինչ որ սիրած ունի, սենց նայում։ Լավ հայկական կինո կարա լինի։ Նենց լավ է նկարած իրականում, ճիշտ է, ինքը տենց շատ ուժեղ ֆիլմ չի իմ կարծիքով, բայց ես շատ մեծ հաճույքով եմ նայել։ Կարամ տենց սփոյլերներ չանեմ, որտեվ հետաքրքիր է, էլի, տենց մեկը ոնց է իր կնոջից դուրս ինչ որ կնոջ սիրարվում, իր հետևից է գնում, այնտեղ երկու հատ էլ ուրիշ շատ զավեշ տալի պատմություն, բայց պերսոնաժները սենց փոխկապակցված են, մեկի խնդիրը մյուսն է տեսնում, գնում սրան նրան է պատմում, տենց ինչ որ մեկի հետ էլ մի քանի տղամարդ սեռական կապ են ունենում անչափահասի հետ, վերջինն է ու շատ խնդալի է, այնքան դե այդ պահերը չկա, բայց ինքը շատ ծիծաղալի, այնքան ծիծաղալի է, չես պատկերացնի, դե պատկերացրա տվել են կոմեդիայի ու այն ֆիլմի նման լրջագույն ֆիլմի երկուսին էլ մրցանակը տվել են։ Եվ մրցույթում եղել է Բարև ես եմ ֆիլմը, ինչը ինձ թվում է մեր համար շատ մեծ պարծանք է ուղղակի։ Այսպիսով մենք վերջերս նայեցինք Բարև ես եմ ֆիլմը, ես առաջի անգամ, չեմ դու էլ առաջին անգամ ամաչում ես Բարերով չեմ ասում, որ խայտարակ չլնեմ, հա։ Okay. Кинопоиском здравствуй, это я, ու ոնց որ թե даже IMDb կար, hello it's me, եթե չեմ սխալվում։ IMDb-ում hello it's me-ա, Letterboxd-ում hello that's me-ա։ That's me, okay։ Անգլերենի մասնագետներ խնդրում են կոմենտներում գրեք որն է ճիշտ։ Это я, բարև ես եմ, որ that's me-ա, թե it's me-ը, that's me լավ է հնչում։ Սինոպսիսը ֆիլմը պատմում է Արտյոմ Մանվելյանի մասին, ով ֆիզիկոս է, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատում է ֆիզիկայի ինստիտուտում, ինչ որ research է անում նոր ինչ որ մտքերով,
ու ունի թե սիրահարվում, նա այսինքն մեզ արդեն ցույց են տալի, որ նա սիրահարված է, զույգ են, հա, մի կին աֆիցերի հետ, ում ինչ որ պահի կանչում են ֆրոնտ, որտեվ դե 42 թիվն է կարծեմ այդ ընթացքում, որ ցույց են տալիս։ Այդպես, միջև ֆիլմի սյուժեին անցնելի, ինձ թվում է անձնակազմի հետ ծանոթացնես մեզ ու անցնենք սյուժեին։ Շատ հարգարժան մարդիկ են թվում, թե որովհետև ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյան Կաննի նոմինանտ ֆիլմ է նկարել Մարտին, ամեն դեպքում հայ անձնավորություն։ Ես զարմացած էի ընթացքում ոնց կարա հայ մարդը sense կինո նկարի։ Փաստորեն այս մարդը հենց այդ մարդն է։ Ինքը նկարել է նաև Սարոյան եղբայրներ, ապրեցեք երկար, Մենավոր ընկուզենի, շատ հայտնի ֆիլմ, որտեղ մամաս ինձ միշտ ասում է Մենավոր ընկուզենին նայել ես։ Չեմ հավատում, որ ինքը այդքան ուժեղ կլինի, ոնց որ բարև ես եմ, բայց ինձ թվում է արդեն ճամփեն բռնել ենք, կնայենք։ Գրողը Արնոլդ Աղաբաբով, օպերատորը ոնց էր ասում Ալբերտ Յավուրյան։ Ես չգիտեմ ոնց նկարագրեմ այս ֆիլմի օպերատորական աշխատանքը։ Ինքը նկարանել է բարև ես եմ, երջանկության մեխանիկա, Աշուղ Ղարիբ ֆիլմն է ինքը նկարել Փարաջանովի։ Տաշուկ Կերիբն է։ Հա, ես հայերեն եմ, էլի։ Ես ռուսերեն գիտեմ, նայել եմ այդ ֆիլմը, թատերական ընդունվելուց առաջ նայել եմ այդ ֆիլմը։ Ընդունելության քննության ցուցակում էր։ Այդպես ինչ-որ բան, հա։ Ինքը այս ֆիլմի համար Նիկա է հաղթել 90 թվականին Աշուղ Ղարիբի համար, այո։ Composer, ինչպես կասեր, իմ ադաշ Մարտին Վարդազարյան, ինչն է հետաքրքիր, ես խեմ ես մարդու անուն ազգանուն լավ հիշում, որովհետև ես երբ որ միջազգային հարաբերությունները ԵՊՀ-ում սովորում, այն դասախոսը, որ ինձ շատ էր նեղում, իր ազգանունը Վարդազարյան էր, ու ես Մարտինն էի, ինքը Վարդազարյանը, հեշտ հիշում եմ իր անունը։ Եթե չգիտեք, Մարտինը միջազգային հարաբերություններ բակալավր եւ մագիստր է։ Այո, բայց չդարձ բան, ոնց ասում, կիսատ դիվանագետ եմ էլի, այսպես ասած։ Դե մասնագիտությունը ձեռք բերել է ամեն դեպքում։ Ամեն դեպքում, այո։ Բարև ես եմ երաժշտությունն ագրել Սարոյան եղբայրների, ապրեցեք երկարի ու Մենավոր ընկուզենի, թվում է թե ինքը հենց Դովլաթյանի հետ օպերատորն էլ, ինքն էլ տենց հետը գնացել են։ Եվ Stars Արմեն Ջիգարխանյանն ինքը խաղում Արտյոմ Մանվելյանին, Ռալան Բիկովը, որին մենք բաժնեցինք, որ բոյնիշքան էր 1.50։ Հա, շատ կոլոտ է, 60-ից ներքև էր, հա։ Ալեկ Պանամարյովին է ինքը խաղում, շատ կենտրոնական պերսոնաժ ֆիլմում։ Նատալիա Ֆատիևան խաղում է Լյուսիային, այն կնոջում հետ ինքը սկսում էր։ Մարգարիտա Տերեխովան Տանյային, Ֆրունզե Դովլաթյանը խաղում է Զարյանին ու ապագայում Վենեցիայի փառատոնի մրցանակակիր Գալյանովենցը Նազիին է մեջը խաղում։ Այս քաստը ու ոնց հասկացանք, թվում է թե Գալանովենցի կինո դեբյուտն էր սա։ Սա էլ նայ Գալանովենցինն էլ, Մարգարիտա Տերեխովայինն էլ, ում մենք գիտենք Mirror ֆիլմից, չգիտեմ խի Mirror, Զերկալը ֆիլմից Տարկովսկու։ Այն հայտնիագույն տեսարանը, որ կա Զաբորի վրա նստած։ Դե ես իրան գիտեմ որպես Միլեդի Վինտեր։ Բոլորս ամեն մեկին ինչ որ մի տեղից գիտենք, այո։ Այս գրի։ Հա, էսի գրի սցենարիումը անպայման կնե, բոլորը բոլորին ինչ որ տեղից գիտեն։ Օրը շատ լավ էր, այո։ Մի հատ պաուզա որ այդ գրենք։ Անցնենք ֆիլմին։ Այո, անցնենք ֆիլմին։ Հերթով գնանք։ Արդեն հա, տենց բացման կադր բան շատ լավ չեմ հիշում, հիշում եմ, որ ոնց է ֆիլմը սկսվում։ Մալադեց։ Հա, բացման կադր բան տենց շատ լավ չեմ հիշում, հիշում եմ ֆիլմի այդ սկզբի սցենաները, որոնք հենց Մոսկվայում են այդ ինստիտուտի վերևն են, նո, ինստիտուտի կրիշայում դուրաչիցա են լինում երկու երիտասարդ ֆիզիկները ու նաև զուգահեռ մի հատ շատ կարևոր աղջկա են ցույց տալի, ով ներքև է այդ բանի տակ, ոնց է Դոմի գրուշիկ էր, ինչ էր այդ շենքի, ինչ էր։ Չէ, դետսկի միրներ, բանն եմ ուզում, ռուպր բարն է ուզում։ Հիշեմ, մի խոսքով սպասում է ինչ որ հայտարարության ու համ այդ են ցույց տալի զուգահեռ, համ Ռալան Բիկովի ու Արմեն Ջիգարխանյանի կերպարներին, ովքեր տենց է չհասկացած գազի բաները ինչ էին հագնում, բայց ես ենթադրություն ունեմ, որ այն բան, տիպը օդը քչացնում է, որ սենց օդերով լինեին գուցե, բայց ամեն դեպքում հա ֆիզիկոսներն ընդես տենց էլի սիրուն կադրերով են, որ սենց կրիշային ցույց է տալի, ոնց են իրանք ֆորմուլաներ գրած, բան արած, շատ հավես։ Նու այդտեղ սկսում է արդեն սյուժեն, տես ցույց են տալի, որ երկու ֆիզիկ ընկերներ են, ինչ որ պլաններ են մտածում ապագայի հետ կապված ու իրանց շեմին
ցույց են տալիս, որ հեսա ինչ որ լսումներ են, որոնք պիտի որոշեն, օրինակ Ջիգարխանյանը Տարծոմը անվելանը գնալու է պատերազմ, թե իր research-ին դաբրո են տալու ու գնա առաջ։ Այլտեղ։ Ես մի քիչ էլ հետ կգնամ, հենց առաջին տեսարանները ինձ շատ հուզեցին, այսպես ասած, արդեն տարիներ անց էր նկարած, որովհետև ինչքանով որ ես ու Հրաչը հասկացանք, դա Տիգրան Պետրոսյանի շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու պահն էր։ Հա, ես ասացի կգուգլեմ, չգուգլեցի operation։ Ինչքանով որ մենք Բայց հասկացանք, նմանատիպ որտեղ event ֆիլմը համյա թվում է հենց այն ժամանակ է նկարած, երբ որ ինքը շախմատի չեմպիոն է դառնում աշխարհի։ Ինչի համար եմ այս տեսարաններն ասում, այս ռեժիսորը Ֆրունզե Դովլաթյանը ինքը ֆիլմի հենց սկզբում շատ ոնց ասում մաստերսկի, հա, մաստերսկի թե մաստերսկի, մաստերֆուլի ասած ցույց է տվել միանգամից ազգի մենտալիտետը։ Ինչքան ենք, չէ՞, մենք տանջվում ինչ որ մի բան ցույց տալու համար, ինչ որ փորձում ենք այս անել են անել, որ ամեն ինչ հասկանալի լինի, որ նայողը հասկանա այս մարդիկ ովքեր են, ինչ են, ինչ տեսակի մարդիկ են, ու ինքը միանգամից ցույց է տալիս, որ ազգը իմանում է, որ Տիգրան Պետրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն շախմատի։ Արի Տիգրան Պետրոսյան չասենք, ամեն դեպքում ինչ որ ենթադրում ենք, որ իր մասին է խոսքը, որովհետև շախմատային ինչ որ բան, ու ցույց է տալիս, թե ոնց է ազգը հրապարակում եւ այլն, sense ցնդում է ուղղակի ու հենց իմանում են ինչա լինում։ Օրինակ, ես sense բաներից չեմ ազդվում իրականում, գիտես, որ sense տեսարաններ եմ տեսնում, ինձ այդ ամեն ինչը fake է թվում իրականում, բայց այս ֆիլմը ինձ ոնց ասեմ, իմ բոլոր պրինցիպներից հետ էր գցում ինձ։ Ես sense այդ տեսարան տեսա ու ինքը ոնց է պատմում, հենց իր ազգի մասին է խոսում, չէ՞ Ջիգարխանյանը, Արտյոմը, ու սենց նայում է մարդկանց, ինչ որ մտքերով է գնում, հետ է գալիս, առաջ է գնում ու այդ մասին է խոսում, ու շատ սենց նոստալգիա է ապրում մի մարդ, ով այդ ժամանակ չես եղել։ Դե ես դա զուգահեռ կանտամ, օրինակ, չգիտեմ դու ոնց, ես պատկերացնենք սիտուացիա Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականը ստիկեր է խաղում, օրինակ ինչ որտեղ էկրանով ցույց են տա։ Ենթադրենք էլի օպերայի հայաթում, էլի լիքը մարդ կանգնած է, ինձ թվում է որ անցն են հանկարծ ու այդ 90-րդ րոպեի սվիստոկը լինի, հենց մոտավորապես նույն էֆեկտն էլ ապրելու ենք, հա։ Միանշանակ, դե այսինքն սա իրականություն է, ինչ որ էստեղ ցույց տված է, էլի։ Նաև այսպիսի մի հետաքրքիր բան ասեմ, իմ անցյալից այս ֆիլմի հետ կապված, նու հա, այս տեսակի նորություն կամ թե ինչ գիտելիք, թե ինչ ինֆորմացիա տամ, ընդհանրապես այս ֆիլմը ինքը համարվում է ֆրանսիական նորալիքի հայկական պատասխանը, այսպես ասած, որովհետև հենց այս ժամանակաշրջանում է Գոդարի, Տրյուֆոյի, Նաշատվետ Գոդարը։ Այո, հա, Շաբրոլի եւ այլ մարդկանց այդ տեսակի ֆիլմերն էին գնում ու այս ֆիլմը ինքը համարվում է հենց այդ ոճի ֆիլմ, հիմնական բաներին, այդ կրիտերիաներին ինքը համապատասխանում է, որովհետև պերսոնաժներն ինչ որ էգզիստենցիալ կրիզիսի մեջ են, շատ լուրջ հարցերի մասին են մտածում ու պետք է իրան գերիտասարդ լինեն պարտադիր ու ժամանակային թայմլեպսեր կա շատ հետաքրքիր չէ հետա գնում առաջ գալիս սկզբից դաժե լավ չէին քեջոքում փոքր ինչ այդ տեսակ որ նայեք ֆիլմերը ինձ թվում է տեսել եք շատերը Բելմոնդոն ունի այդպես կերպարներ որ հետո առաջ են գնում Ժան Պիեր Լեոն ունի մի խոսքով ու այդ կերպարների զարգացումն էլ է շատ ոչ ուղիղ գծով ինչ որ մի բան ես տեսնում, այստեղ ես տեսնում, այնտեղ ես տեսնում։ Հարցը նրանումն է, որ ես երբ որ թատերականն էի ավարտում, այդ ժամանակ նոր ալիքի մասին դիսերտացիա թեզս, մագիստրական, հենց նոր ալիքի մասին էր, ու ես մենակ այդ մասին էի գրել ու չէի նայել եւ չէի ներառել բարև ես եմ ֆիլմը, թե հայկական այս ամեն ինչը, հայկական պատասխանն է նոր ալիքին ու իմ ընդդիմախոսը, ես մոտավոր ասեմ, ես մոտավորապես 3-4 էջ եմ խոսացել, իսկ իմ ընդդիմախոսը ում ես չեմ հիշում, ճիշտն ասած կին էր մենակ հիշում եմ, ոչ անուն եմ հիշում, ոչ ազգանուն, մոտավոր իր կառուցվածքն եմ հիշում։ Այս կինը մոտավոր 10 էջանի ընդդիմախոսություն էր ինձ գրել ու սենց ինձ ոնց էր կարելի քնովում ու քննադատում էր թե ես ոնց բարև ես եմից ընդհանրապես չեմ խոսում ու այդ ժամանակ երբ որ արդեն չեմ հիշում դեկանը թե ռեկտորներ որ հելավ խոսալու ասեց տիկին չեմ հիշում ինչյանը երևի թե արդեն ձեր դիսերտացիայի ժամանակն է պետքա պաշտպանեք այսպիսի ընդդիմախոսության համար բան է որ ուզում եի ասեի կներեք ես իմ քո հաշվին բան են մագիստրոսական թեզս ենք բանանում թե ու այդ ժամանակ իմ շատ սիրելի դասախոսներից մեկը շատ զայրացավ ով իմ ղեկավարը չէր այդ ժամանակ ինքը զայրացավ սենց հելավ ու բոլորին ասաց էս ինչեր եք անում կներեք էլի ես մարդու մագիստրոսական թեզի պաշտպանությունն է թե էս կնոջ բանը դոցենտի տեխնացուական աշեսի չա կատարվում այստեղ ինչ եք բանանում ու տենց ինքը բոլորին ստիպեց որ ինձ ինք դնեն շատ հաճելի պահ էր այսպես ասած դասախոսի կողմից accomplishment այո
Այսքան այս մասին։ Okay, ինչ անենք, շարժվենք առաջ երևի։ Ֆիլմի առաջին մոտ 25 րոպեն ցույց են տալիս այդ Ջիգարխանյանի կերպարի, այդ Արտյոմի ու իր Լուսիայի հարաբերությունները։ Այո։ Շատ երկար են, այս հիմա արդեն իմ կարծիքն եմ ասում, ոչ թե ֆիլմի բանը, շատ երկար են էդի ցույց տալիս, սենց ու հետաքրքիր է սկսում իդեպ, որ ես սխալի ենթադրություն այեցի, այդ որ նստած են ստալովում հաց են ուտում, այս Ռալան Բիկովը ասում է դե դուք պետք է ամուսնանաք, իրանք երեքով ոնց որ ընկերներ են, էլի, դե դուք պետք է ամուսնանաք, այնանք էլ ասում են, կարծեմ հենց Լուսյան ասում է, ամու ուժ է, էլի, մոտավորապես այդպես, հա, իդեպ ֆիլմը ռուսերենով է, ես համենայնպես պրոշների, շրթունքների շարժման եւ բառերի թվում է թե ռուսերեն տեղ-տեղ ինչ-որ հայերեն արտահայտություններով, գուցե կա հայկական դուբլաժ, բայց ինչներ հետաքրքիր սաղ տիտրերը հայերեն էին, եթե հիշես, սկզբից սաղ տիտրերը հայերեն էին, ու ֆիլմը ռուսերեն մի խոսքով ասում է այդ Լուսիայի պերսոնաժը ամուժ է, ու սկսում են լիքը տարբեր ինչ-որ սցենաներ ցույց տալ, ոնց են իրանք ինչ-որ շենքում իրար գրկած, պարկած խոսում, ոնց են գնում, այստեղ իմ առաջին մի քիչ սենց պրիտենզիաներ, որ հայտնվել էր, որ ուղղակի ինչ-որ լարեր է սենց մաքրում կպցնում իրար ու եկավ առոսելը խոդի է գնում։ Այ որ չեմ հավատում էլի, որ տենց խնդիրը, որ երկու լար իրար սխալ էին կպել, բայց էդի մեզ փորձում են ցույց տալ, որ ինքը ֆիզիկա գլուխահանում, անում է, չերեսչուր գլուխահանում, գուցե այդ ընթացքում ինչ-որ գեներատոր էր ստեղծել ու ընդհանրեն այդ լարերներ չեն կարա ասենք ամեն դեպքում ու հենց այդ առաջի 25 րոպեն իրական իմ համար շատ դանդաղ անց, հա, որովհետև շատ ես ընդհանրապես սիրում եմ բնության կադրեր, բայց իմ կարծիքով օրինակ նույն այդ կարող է բնորոշ է այդ ժամանակաշրջանի ֆիլմերի, բայց հենց շատ բնության ինչ-որ կադրանտառն են ցույց տալիս, ինչի իմ դուրը այդքան էլ չեկավ, ես որովհետև միշտ սիրում եմ սենց սյուժե Ինչը ֆիլմի մնացած հատվածը իդեալական ապահովում է, вообще համարյա ֆիլեր չկար, իրանք կային այնտեղ որտեղ որ պետք էր։ Ну, այդ մասով իմ կարծիքով ամեն դեպքում առաջին հատվածը ցույց է տալիս իրա եւ Լուսիայի հարաբերությունները։ Ճիշտ ասած, ես մի քիչ ուզում եմ հենց կինոշնի, ոնց ասեմ, այդ կինոյի մասին խոսամ, որպես վիզուալ արվեստ, այսպես ասած, օպերատորական աշխատանքի մասին եմ ուզում խոսամ, Ալբերտ Յավուրյանի աշխատանքին, իմ կարծիքով այս ֆիլմը խորհրդային միության հենց լավագույն օպերատորական աշխատանքով ֆիլմերից մեկն է, համ Պալմայի նոմինանտ, համ եւ այլն, ինչպես ես շատ հաճախ ասում եմ, ամենաշատը այս ֆիլմը նման էր իմ նայած ֆիլմերից, սովետականներից, Soy Cuba, ես Կուբան եմ ֆիլմի, Կալատոզովի ֆիլմը, կադրերը շատ էին իրար նման, այնտեղ դե Ռուսևսկին է նկարել են, ինքը ընդհանրապես խորհրդային միության լավագույն օպերատորն է համարվում, ինչքան որ ես տեղեկացված եմ Թատերական ինստիտուտից։ Երևում է, որ մոտավորապես նույն շկոլան է, էլի իրականում սովետական օպերատորական դպրոցը։ Այո, իրանք շատ լավ են նկարել, ինչ տեսակի անկյուններ կա, եւ աշխատանքը, եւ չգիտեմ, ինչ անհավանական դիրքերից կադրեր կա, չէ՞ որ նայում ես, ասում ես ոնց են, որ հատկապես են որ իրանք կռիշի վրա են ու են երեխեն այնտեղ այդ կադրը։ Մենք շատ ինչ վախենալա, չէ՞, եւ իրը ժիվոյ հենց ասենք նկարել են։ Մենք շատ հաճախ այդպես կադրեր տեսել ենք այլ ֆիլմերում եւ եվրոպական եւ ամերիկական, բայց սենց բան ենք, հայ դե հա լավ է դրանց, բայց երբ որ դու սենց քո արածն ես տեսնում, սենց ասած, սիրտդ մի քիչ ուրիշ ձևի է աշխատում։ Քոնոնց, այսպես ասած, հա, ինքը օպերատորական աշխատանքը շատ լավն էր, պահի տակ հիշեցի են մեքենայի միջի տեսարանը, երկար մայքրոֆոն գնում են, այդ երեխվան ու որ ինքը հետապնդում է կարելի ասել այստեղ Ջիգարխանյանին, Մանվելյանին երկար ժամանակ ինչներ հետաքրքիր, ոնց է, իրանք սենց մայթով գնում են ու մեքենայով կողքից նկարելով գնում, բայց արանքում լիքը մարդիկ են հայտնվում, մեքենաներ նույնիսկ, որովհետև ինձ թվում է իրանց արանքում այս կողմ գնացող մեքենաներն էին, թե այն կողմ, չգիտեմ ոնց։ Չէ, այս սենց են գնում մեքենաները, իրանք այսպես կողքով գնում են։ Մեր մոտ հարց էր առաջացել, թե մասովկա է, թե դրած նկարած է ուղղակի, բայց մենք հասկացանք, որ ամեն դեպքում մասովկա չի, որովհետև շատ հաճախ կամերայի մեջ էին նայում։ Ինչպես են առաջի սցենայում այտենց պահկարեն, որ ասի նայ կամերայի մեջ են, ամենասկզբից, բայց դա դի մասովկա է, իրանք պետք է իմանային ու չանեին։ Նու այդտեղ կարային այտենց նայեն, իսկ թվում է դաժե մի խոսքով այդ պահը կար
ես չգիտեմ, ինձ շատ դուր եկավ օպերատորական աշխատանքը։ Մի երկու բան կար, որ լույսը շատ ուժեղ էի զգում ես, այնվեր զգացում էր, որ զգացում էր, որ կադրը շատ բան է։ Ստվերերի բանով, էլի, այսինքն լույսի աղբյուրը այնքան ակնհայտ չի, ինչքան ստվերը, այսպես ասած, որտեղ շենքի կողքից քայլում ես, տեսնում ես ունեն ստվերա, որ դա արևի ստվեր չի կարող լինի։ Սենց ավելի ցածր դիրքը, ավելի ուժեղ, սենց մի խոսքով։ Դու այտենց, չգիտեմ, միգուցե օքեյ է եղել այդ ժամանակների համար, բայց ընդհանրապես օպերատորական աշխատանքը ինձ բավականին իմ մոտ բարձր գնահատականի արժանացավ։ Masterpiece։ Այո, ինչ խոսք։ Ինչ որ չէիր գրև, ինչի արժան, ինչ որ հետաքրքիր բառեր ոնց որ նոթեմետ գրել։ Գրել էի, որ cinematography-ն brilliant է։ Brilliant, այո, brilliant։ Դե որ ավելի հեշտ իմանայի թե ինչ պետք է ասեմ։ Տենց։ Դե մեծ հաշվով մինչև այս պահը սպոյլերներ չունեինք իրականում, այստեղից իմացեք սպոյլերներ են։ Գնացեք նայեք այս ֆիլմը, մեր նման մի եղեք։ Այո, գնացեք նայեք, հետո կարող գաք մեր քննարկումը լսեք, կամ կարող նույնիսկ չգաք։ Արդեն սենց ասեմ, եթե գնաք այդ ֆիլմը նայեք, ես արդեն կհամարեմ այս վիդեոյի միսիան կատարված է։ Այո։ Շարունակություն, ուրեմն տեղի ունենում այդ անունը պաշտպանություն լավ դնենք, որպեսզի հեշտ լինի, այդ ֆիզիկոսի Արտյոմի պաշտպանությունը, որտեղ որ ինքը պիտի ներկայացնի իր պրոյեկտը, ինքը պրոյեկտ է ներկայացնում, որ պիտի Արագածի փեշին դնի օբսերվատորիա, որովհետև ինչ որ, չեմ հիշում, ինչ որ ֆիզիկական տերմին է, որը չեն ֆիքսել, չեմ խորացել ինչ էր իրական, բայց կարելի էր մի հատ կարդալ զուտ ֆիզիկայից գիտելիքները մի քիչ բան փոշին մաքրելու համար։ Հա, այդ պաշտպանությունն է գնում ու զուգահեռ մենք իմանում ենք, որ Լուսիան տարան ֆրոնտ։ Նու այստեղ արդեն պարզվում է, որ Լուսիան դե ասել ենք, չէ՞, զգուշացրել ենք արդեն սպոյլերները, Լուսիան մահացած է լինում ու Արտյոմը ինքը sense ոնց ասենք խորը բան կրիզիսի մեջ է անգրում, դեպրեսիայի մեջ է լինում։ Նու այստեղ մի քիչ ինձ թվում է Ֆրունզե Դովլաթյանը այս ֆիլմը նկարել է ոնց ասենք, որ մի քիչ լավ հնչի, ամեն դեպքում գոնե միջինից բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց համար։ Դա կամ էմպաթիայի level, որովհետև եթե տենց բանի միջով դու չես անցել անձամբ ու այդ էմպաթիան կամ այդ, չգիտեմ, ինտելեկտը տենց, չգիտեմ ոնց անվանենք, չունես, դու չես կարող սա переживать անես, էլի համ։ Նու մենք էլ թվում է թե այդ տեսակի կորուստ չենք ունեցել։ Բայց դե հուսանք մենք բարձր էմպաթիայի level ունենք։ Բայց հա, որովհետև նայեք ինքը ուներ սիրած կին, ով գնաց պատերազմ մահացավ ու ինքը մտածում է ինչ որ ֆիզիկայի ասպարեզում մեծ հայտնագործություններ անելու շատ ու արդեն փաստացի Արագածի փեշի բանում օբսերվատորիայում ինքը Իրանին հասավ էլ։ Հա, էլի ասենք շատ մեծ գործ է անում, այնպես որ եթե դու այդ աստիճանի մարդ ես, մի քիչ չես հասկանա այս մարդուն, ամեն դեպքում Ֆրունզե Դովլաթյանը նկարել է մի քիչ ավելի խելացի մարդկանց, ավելի աշխարհը իմա տարաճանաչ մարդկանց համար է նկարել, օրինակ մեզ տենց մի քիչ համարելով իրականում երբ որ սենց պահիտակ հրաչին ասեցի, օր բայց ինչ վիճակում է գտնվում այս մարդը, մեկ հրաչ հա բա ինչ է ասում, վիճակը պատկերացրա վիճակը, պսևդո ինտելեկտուալ մտքեր են, ինքը տենց մեզ էլ շատ խնդալու էր մեր համար։ Նու այստեղ արդեն Զարյանն է հայտնվում այս տեսարաններում, որտեղ արդեն միշտ քննարկում են իրանք իրանց այդ իրանց գործը, անձնական կյանքերը շատ sense խորը ձևի են քննարկում, ինչը ինձ թվում է այդքան շատ հաճախ չի լինում էլի իրականում։ Դե այդտեղ անձնական պահին անդրադառնեն, որովհետև Արտյոմը Ջիգարխանյանի կերպարը մտածում է, որ ինքը ինչ-որ աղջկա համար է ուզում Մոսկվա գնա, այսինքն ինչ-որ սիրահարվել է, ինչ է, ու դրա համար հստակ չի ասում։ Հա, այն էլ չի պատասխան, տենց հա, տենց չի, այդտեղ են քո ֆիքսած ֆրազան, որ ասել էր։ Ֆիքսած ֆրազան, որտեղ սենց մունաթով, տոլիբանով, ասում է քաղաքի կենացներն են խմում, որտեղ են խմում Պուլպուլակի շուրջ տեսանի շուրջեր մի հատ տեսարան կա Պուլպուլակի շուրջ, ուղղակի մի քանի հոգի նստած Պուլպուլակի շուրջ խմում են ու խոսում են, Զայրանն ու ինքն էլ տեղը Երևանում է այդ տեսարանը, հեսա Երևանի մասին էլ խոսան։ Չէ, դա իրանց ակադեմիայի մոտ է։ Բայց Պուլպուլակը ուրեմն այդտեղ չէին խոսում ուրեմն դրա մասին։ Օդը Երևանում է, հետաքրքիր բան չանենք, մի խոսքով։ Պրինցիպի կարևոր չի։ Այդ ժամանակ երբ որ ինքն ասում է, դե որ ինքը Մոսկվա է գնալու, այդ ժամանակ ասում են որ Զագորոդ где находишь своё
ու այդ ժամանակ Արտյոմը ասում է հա Զագորոդ где ты находишь свое, օրինակ ասում է Զարյան Մոսկվա, ասում է, այսինքն տիպը այնտեղ է գտել Իրանը, չգիտեմ Զագորոդ где находишь свое, ինձ թվում է շատ լավ միտք է իրականում, էլի այն մտքերից, ես չգիտեմ արդեն ասել եմ թե չէ այդ մասին, ես հիմնականում չեմ սիրում բառեր նախադասություններ դուրս գրել ինչ որ կերպարների բաներից, հա, օրինակ երբ որ ֆիզիկա это столичная наука, это մի քիչ sense սա սնոբիստական է թվում մի տեսակ։ Դե հա, իսկ սովետական ռեալիաները, սովետական իրականությունը արտահայտող է, որ ցանկացած մանավանդ գիտական ոլորտում, էլի հաստատ Երևանում եմ բանի հասեյվան, բայց ինչքանով որ լսեք, արդացե տեսել ենք, թվում է թե ցանկացած մեծ ու մասշտաբային հաջողությունների համար սովետում պետք էր գնալ Մոսկվա։ Մոսկվա։ Միսն օրինակ ոնց պետք է լիներ այս մարդը, տենց էլ պետք է լիներ, ինձ թվում է իրականում։ Դա եթե կարիերա է անում։ Այդ տեսակ լիներ։ Հա, նույնիսկ մենք անդրադարձանք այն պահին, որ ֆիլմում հայերեն չեն խոսում, ու մենք մտածեցինք, որ միգուցե Սկերպարը ինքը հայերեն չի էլ խոսում։ Կարող է չգիտի, հա, ես վստահ եմ շատ հայ է իրականում ու ինչ որ հայերեն բառեր էր սովորցնում Լյուսեային, ինչ որ ինչներ բարև ձեզ էր թե ինչ որ տես մի բաներ, բայց ինձ թվում է ինքը կարար չխոսար հայերեն, որտեղ կարող ամբողջ կյանքը եղել էր։ Օրինակ Մոսկվայում ծնվել մեծացել է, հայելի հայ է, բայց ինչու շատ հիմա էլ է շատ հայտնի բան թվում է, թե մինչև չեն գալիս այստեղ։ Հա, մի խոսքով, այստեղ մի հատ էլի բան կար, ու կարելի է Ռալան Վիկովի կերպարի մասին խոսալ, շատ կլուչևոյ դեմք է ինքը իրականում, ու ֆիլմի վերջում բարձվում է, որ նու սպոյլերները բան են, արդեն հա, ֆիլմի վերջում նու իր ամենամոտիկ ընկերն է ամեն դեպքում ինքը, չէ, այնպես անկախ հերոսից անընդհատ կապը պահում են, ինչ որ կապ չկա, նորմալ չեն կարող խոսան, բառերը մի կերպ են իրար հասկանում բան, վերջում ֆիլմի բարձվում է, որ այս մարդը մահանալու է, շատ ուժեղ հիվանդություն ունի, որի չեն ասում նույնիսկ, ուղղակի ասում են, որ շատ վատ է ու գնում է, կարելի ասել, հա, չգիտեմ, ինքը այստեղ մի հատ ֆրազա է ասում մի պահի, այն որ ինքը ծերեխվայի հետ երբ որ գնում են ու այնտեղ այս աղջիկը արդեն մեծացած, Ջիգարխանյանին հետևում է, պահի տակ ոնց է լինում, որ էլի մարդկանց մեջ կանգնած տեսնում է, հասկանում է, որ ինքն է, դե չգիտի Լյուսյան վերադարձել է, չի, հետը գնում հասնում է իր համար, հետո չի էլ ասում ինչի համար է ինքը եկել։ Այդ ծերեխվայի պերսոնաժը հենց այդ աղջիկն է, ով մեծացել է։ Հետը գնում է այս բանեն ստուն, Պանամարիով են ստուն, այնտեղ իրանց այդ բանեն կարելի ասել երեկո են անցկացնում ու այդ ժամանակ իրանք ապարում են, իսկ Արտյոմը նրա կնոջ հետ նստած քննարկում են, հարցեր են քննարկում։ Էսի ասում է եկեք խմենք, այն մարդով երևում է որ ինքը մահացու հիվանդ է, ասում է «Мы же ոնց աստեղ ասում, мы же с вами люди самые живые», ասում է, ու այդ պահին իջոք sense ճիշտ այդ բանն է լինում, այն մարդով արդեն կարելի ասել կյանքը ավարտվում է, ինքը այդ պահին ասում է ու գիտի որ ավարտվում է, ու գիտի էլի այն որ փաթաթվում է իրան, ասում է մենք ամենասաղ ամենակենդանի մարդն եմ էլի, ինքն իրան տենց է համարում, ու այդ նախորդ դրվագում էլ որ տենց լավ հերո ապագայի պլաններից է խոսում, բանանում, դա շատ ժիզնելի պահեր էին իրականում, այսինքն այն մարդով գիտի որ կյանքը ավարտվում է, ինքն ասում է բանա, էսի կանեմ, էնի կանեմ, ես մեծ մարդկանց մոտ շատ եմ տենց բան լսել, այն որ տարիքով մարդկանց, երբ որ արդեն իրենք էլ գիտեն որ հեսա, բայց ասում է լավ էս այգին մի հատ դզենք, մի հատ լավ էս մյուս տարի սենց կանենք, այդ տենց ինչ որ տես բաները չգիտես ինքը մյուս տարի կլինի, չի լինի էլի, այդ է հարցը ու քաղաքի մասին երևի թե մի քիչ խոսանք, չէ։ Ասում եմ Պանամարովի մասին մի բան էլ ասեմ, ու քաղաքին շատ դրական կերպար էր ու Էդի մենք սենց պրաբից արենք, որ տենց կլինի, դա ասում է, որ փորձում էին բանը նկարը գտնել Պանիխիդայի ու Պոխրենների համար, ասում է ոչ մի նկար, որտեղ որ ինքը չի ժպտում, մենք չգտանք։ Այսինքն ցույց է տալի ինչքան դրական, ասում ենք ուզում ենք մի նկար գտնել, որտեղ ինքը տխուր էր ու տենց էլ չգտանք, որտեղ ինքը միշտ ժպտում էր, ասում։ Ու տենց հենց ժպիտով նկար։ Հենց ժպիտով նկար, հայտի IMDb բանի նման է, չէ՞, որ նոր մահացած մարդ է լինում, տենց միանգամից իր նկարը սենց մի քիչ ուրիշ ձևի նկար են ուրիշ դեմքով նկար այն որ սենց օրինակ էս Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի ժամանակ եմ հիշում իր նկարը փոխեցին ու սենց ուրիշ ձևի նկարեր հիմա էս այդ պահներ լրիվ չէին գտել փաստորեն քաղաքի մասին երևի թե մի քիչ խոսանք ինչն է հետաքրքիր չէ սրա մասին երևի թե չենք խոսացել չէ դեռևս շատ կարևոր պահ է Երևանի պահ կա այս ֆիլմում մի կես ժամանոց չէ մոտավորապես իսկ ավելի քիչ իրանք այն պահնա որ Ֆրունզե Ֆրունզե դա իր Զարյան, որ Զարյանն է ուզում հիշեի, ու մտածում էի էլի անունը նույնն էր թե չէ։
որ այդ как раз հենց այդ պահն ասում հագնում ես ինչ որ աղջկա այդտեղից լավ գարի գնանք Երևան տենանք ինչ է կատարվում ու դա դաժե ցույց են տալիս ոնց են փորձում ծանոթանալ բան այդտեղ ես ինչ նաև ասացի որ ֆիզիկայի ինստիտուտն է որը Ամբերտի ճանապարհի վրան է գտնվել ու ես ասում եմ այստեղի մեքենան փչացել այստեղ կանգնե մնացել ենք ժամանակին հենց այդ ֆիզիկայի ինստիտուտի մոտ ու այդ որ գալիս են Երևան ինչ մեզ էլի այն մեր սիրած խաղն ենք հա որ ուզում ենք հասկանանք այս Երևանի որ հատվածն է ինչն է հավես ու չգիտեմ հավեսա թե տխուրա թե ուրախա մի քիչ նկարագրությունը չգիտեմ էլ ոնց մենք ապրում ենք Երևանում չէ մեր քաղաքն է մենք կարանք դուրս գանք փողոցները նայենք ման գանք ինչը ոնց է եւ այլն բայց այս ֆիլմը նայում ես այս ֆիլմում Երևանի կադրերին ու մոտդ կարոտ է առաջանում մի տեսակ sense տասկա է առաջանում sense նա ուզում ես ֆիլմը 2 ժամ է ու դու ուզում ես ինչքան հնարավոր Երևանի կադրերը շատ լինեն չգիտեմ շատ հետաքրքիր է sense ոնց ասեմ սիրտը բավականին լցվում է այսպես ասած տեսնում ես այն ժամանակ մարդիկ ոնց են ապրել քաղաքում ինչի մասին են մտածել թվում է թե շատ բան չի փոխվել իրականում ես եմ ուզում ասել որ այդ միտքը այդտեղ sense ոչ հենց հիմնական նարատիվային որ հնչում է շատ ակտուալ է նաև հիմա որ ինչքան մարդ կա որ այստեղ է ապրում ու մտածում է ստե լավ չի ստե ոչ մի բանի չի կարելի հասնել չի կարա ինքը հասնի ու գնում են պիտի Մոսկվա գնան հիմա չգիտեմ կարող Մոսկվա չի ուրիշ երկրներ քաղաքները հա էական չի ու մարդ ով դրսում ամեն ինչի հասել է ու նենց արել որ ստեղ ամեն ինչ լինի ինչքանա սիրում ես քաղաքը ինքը հասկանում է որ ինքը այստեղից ոչ միտեղ գնալ չի ուզում էլի ինչ հետաքրքիր է ես տենց ընկեր ունեմ ով տարիներ Անգլիա է սովորել, քոլեջ, համալսարան եւ այլն, դժվար ինքը մեր վիդեոն նայի։ Կասենք նայի։ Չի նայելու 1000 անգամ ասում։ Ու ով այդքան ապրելուց հետո, ասենք այնտեղ շատ լավ համալսարան ավարտել, շատ լավ բարձր դիպլոմով, ասենք հանգիստ կարիերա աներ, ինքը հասկացել է, որ ինքը չի ուզում դուրսը լինի, ինքը ուզում է ստեղ ապրի։ Ու եկել է։ Ու օրինակ ես էլ շատ երկար ժամանակ վստահ եմ, որ ուզում եմ գնալ, բայց տենց հասկացա, որ Լրիվ մա բան ենք անում հայերենա դարձություն ենք լրիվ պրոպագանդա Չէ, ես իրականում չեմ պրոպագանդում, ես խիստ կարծիք ունեմ, որ ով չի ուզում այստեղ ապրի, չպիտի այստեղ ապրի, ով ուզում է այստեղ ապրի, պիտի այստեղ ապրի, հա։ Ինչն է հետաքրքիր, չգիտեմ, այն ժամանակ սովետի մարդիկ մեզ թվում է ուրիշ ձևի են եղել, չգիտեմ ինչ բան, բայց այն հատվածը է, երբ որ քայլում են ու այն փակ արցանն է լինում։ Հա, էպիկ էր դա։ Փակ արցանը, Զարյանն ու Արտյոմը իր այդ արցանի կողքով քայլում են, ասում են, ինչ ես կարծում ում է արցանը ով է լինելու ու չեմ հիշում որ մեկներ ասում է կարող է կնոջ արցանա ու այդտեղ ասում են որ Հայաստանում կնոջ արցան շատ քիչ են դնում ու ինչը փաստացի այդպես է ինքը այդպես է իրականում ես մայր Հայաստանից բացի որը որ Ստալինի մայից է չեմ հիշում իրականում հա չգիտեմ միգուցե կլինեն բայց մենք միգուցե չէ հա միանշանակ ինչ բան կլինի բայց Կապուտիկյանի արցան չկա օրինակ կլինի ինձ թվում է Միգուցե անտառաճանաչորեն չգիտենք մենք։ Հա, շատ հետաքրքիր էր էլի իրանց կողմից, բայց հա ու գիտեք ոնց էր այդ ֆիլմեր, երբ որ այդ տեսարանների միջով որ դու գնում ես, զգում ես որ Արտյոմը ինքը ամեն դեպքում ինչ որ sense ինքն էլ հենց գտնվում է քաղաքում, բայց ոնց որ կարոտ ունենա քաղաքի հանդեպ։ Ինքը այստեղ է, քայլում է, բայց չգիտեմ, միգուցե եթե իր սիրած կինը այնտեղ չլիներ ու այն եղած չլիներ, միգուցե ինքն էլ Հայաստանում լիներ, շատ բարդ ճակատագրի դեր Դե ահա որ է, իր կյանքի սերը մահանում է ֆրոնտում, իր մոտիկ ընկերը մահանում է հիվանդությունից ու ընդհանրապես պարզ չէ մարդու կյանքը հետագան, որտեղ իր կարիերան շատ successful է։ Հա, ինքը կարելի ասել կայացած անձնավորություն, բայց ներքին այդ բանը կա իր մոտ։ Ու ինչն է հետաքրքիր, այդ աղջիկը փոքրիկ ով արդեն մեծանում ու ծերեխվան է դառնում, մենք երկար ժամանակ ուզում էինք հասկանայինք, այս երկուսի մեջ ինչ է կատարվում, նու այն էր որ ինքն տարիքային տարբերությունը շատ մեծ չպետք է լիներ, չէ՞, որովհետև դե գցեցինք բռնեցինք, հա, որ այնի դպրոց էր սովորում ասել են։ Բայց մեծ էր։ Դե մաքսիմում 10 տարի, օքեյ։ Հա, այսինքն լրիվ կարար բանը համալսարանում է դեռ Արտյոմը դեռ համալսարանում աղջիկը դեռ դպրոցական ինձ թվում է տենց 22-14 կամ 22-15 Այսօր էդի հաշվեցինք զգացինք սուպեր Եթե երկուսն էլ արդեն լավ հասուն տարիքում լինեն 35-25 տարբերությունը շատ մեծ չէ լինի ու մենք ուզում ենք հասկանային իրանք իրար սիրահարվելու են իրար հետ լինելու են բայց քիմիակար միանշանակ բայց վերջին տեսարանը թվում է թե հուշում արեց այդ ուղղությամբ վերջին մի կարճ հատված վերջի տեսանն են Ամբերտի տեսանը չէ իրանց վերջի տեսարանը որ բալկոն են դուրս գալիս հետո ինչ որ տենց պահ կար
չգիտեմ, ուզում էի, ոնց որ մենք ուզում ենք հասկանանք, որ քանի որ այս աղջիկ իր երիտասարդ տարիքում արդեն նկատի ունեմ Արտյոմի, այդ իր մի հատվածին ականատես էր եղել ու ինքն է ասում էր որ պետքա սպասես, այսինքն ինքն էլ էր տեսել, որ այս մարդը սպասող մարդ է ամեն դեպքում, ուղղակի մի քիչ տեն զավեշտալի է, որ իրանք երկար ժամանակ իրար հետ ման էին գալիս, բայց այս աղջիկը չէր ասում, թե ինքը ով է ու ինչ է ուզում այս մարդկանից, այս մարդուց ու պարզվեց, որ ինքն երեխեն է, պետի Ջիգարխանյանի պերսոնաժը դեռ երկար ժամանակ չգիտեր, ու ինչն էր նաև ինձ շատ ուրախացնում, Ամբերտի տեսարանները, որ ես նայում էի, այդ եկեղեցին չէ, դա Անդունդի եզրին հենց այդ բաները հրաչեն, դու չես եղել, չէ՞, ես ասիր, ես ընտանիքի հետ շատ հաճախ եմ այդ վայրը գնում, սիրում ենք այդտեղ գնալ ու նայեմ, ասում եմ, նայ, այստեղից արդեն sense սիրուն մայթ է սարկած Ամբերտից դեպի եկեղեցին, sense շատ հարմար խանութներ են, չէ՞, դրանց խանութեն վերևի հատվածում է գտնվում, որը հենց մուտքի մոտ է, էլի, այդ հատվածում է, էլի sense դաժե դրա հանդեպ ինչ որ sense կարոտ էս էլի ունենում, բայց կա ինչն է, ես այս ֆիլմի ֆենոմենը չեմ կարում, ասում է բռնեմ, ասում է Նիկակ Նիմագու Ռասկուսից, ասում է ինքը ցույց է տալիս են ինչը կա, տենց էլ կա, բայց դու մեկա նայում ես ու սիրտդ սենց ոնց որ ավելի շատ է հենց լավ ֆիլմի ցուցանիշ է դա, հա, ոչ մի էքստրաորդինար բան տեղի չունեմ, իրոք պրոստը մի մարդու պատմությունն է, ինչ որ 15 տարվա ժամանակահատվածում սփենում, ու հա, էլի ես էլի ֆիլմը նայելու ժամանակ էլի սենց ինձ միշտ բռնում է այն մտքի վրա, որ ֆիլմը եւ էմոցիոնալ տեսանկյունից է շատ հասուն ձևի արած եւ սցենարի տեսանկյունից է շատ լավ արած, ոչ մի ցանցար անիմաստ բան չկա այս ֆիլմում։ Հա, բացարձակ ավել ոչ մի բան չկա։ Ֆիզիկայի մասը, ֆիզիկան է շատ լուրջ, շատ երևում է որ Ֆրունզե Դովլաթյանը շատ լավ է աշխատել, լիքը մարդկանց հետ այդ հարցերը ուզեցել է եւ այդ մարդկանց փոխհարաբերությունները, որը շատ բարձր մակարդակի վրա են, այսինքն ինտելեկտուալները խոսում են անձնական հարցերից, գիտությունից, կրթությունից, նրանից քաղաքի ձևից, ինքը շատ ուժեղ էր արած, ինչը միայն ակնածանք կարա արժանա բերի մարդու մոտ ու այսպիսի մի միտք էլ ասեմ ես որպես ինձ չգիտեմ ինձ շատ ֆիլմ նայող եմ համարում այսպես ասած ես շատ ֆիլմ նայող եմ ես ուղղակի չգիտեմ ոնց էր եղել որ ես այս ֆիլմը դեռևս չէի նայել հիմա մի քիչ կարողա բան հնչի sense ամեն դեպքում ինձ թվում է այս տեսակի ուժեղ հայկական ֆիլմ էլ դժվար գտնենք ինձ թվում է SSN էտալոնի ֆիլմն է ինձ թվում է որ դե ցուսանք դեռ կնկարեն այսպիսի հույս ունենք կնկարենք ես մի քիչ ամաչեցի առաջին դեմքով ասել այո ինձ թվում է էսի հենց այն ֆիլմն է որը կարա ես նույնիսկ քեզ որ խոսում էինք քանի որ շատ վատ որակի էր ես ինչքան գիտեմ ռեստավրացնում էին հայկական ֆիլմերը բայց այս մեկը չկար հրաչին ասի եթե այն օրը գա որ ես հասկանամ որ այդ հնարավորությունը ունեմ այս ֆիլմի ռեստավրացիան իմ ձեռքը կվերցնեմ հուսանք ունենաս նոր այդ հնարավորությունը այո ու վերադառնալով նաև Կաննի այս տարվա ֆիլմերին եւ հաղթած ֆիլմերը նայելով այո ինքը որպես ֆիլմ շատ նման է հենց հաղթած այն մի ֆիլմին տղամարդը եւ կինը Կլոդ Լելուշի բայց չգիտեմ միգուցե հայու գենն է մեջս խոսում այսեն ասած որ միշտ ուզում ես հայկական ֆիլմը լավ լինի կարա բայես ես երբ որ հայկական ֆիլմ եմ նայում ասում եմ շատ վատ ֆիլմ է այս ինչ ֆիլմ է ասում եմ ոնց կարելի ասել բայց իմ կարծիքով Կաննի լավագույն ֆիլմը հենց բարև ես եմ նայել այդ տարվա դոկտոր Ժիվագոն որ вообще համեմատելու չի հետ ամեն դեպքում բայեսը հաստատ կա միանշանակ օրինակ բայց արժանորեն կա միանշանակ չէին էլ տանի եթե չլիներ ինձ թվում է օրինակ եթե լավագույն ռեժիսոր հաղթել է Յուտկևիչը էլի սովետական ֆիլմ կարելի է շատ հանգիստ այս ֆիլմին տալ օրինակ դե տկավա էլի պոլիտիկա եւ այլն արի հա չգիտեմ մի խոսքով հույս ունենք որ sense ֆիլմեր էլի կունենանք չնայած արդեն 60 տարի է անցել այս ֆիլմից դե հա կվոքեշնչի եթե դուք բայց հիմա հնարավորություններն են ուրիշ էլի հիմա կարելի է այս տեսակ ֆիլմ հանգիստ կարելի է հիմա նկարել ուղղակի հանգիստ կարելի է, բայց ուղղակի sense սցենար է պետք կարողանալ գրել։ Էդի թվում է թե ոչ ժամանակի հետ կապ ունի, ոչ ռեսուրսների հետ կապ ունի, ուղղակի մարդու նվիրվածության ու իր քրաֆտինգի, իր ուժի եւ ունակության մասին է, այսպես։ Դե ինչ, ասում եմ, շատ ընտիր ֆիլմի քննարկում, միայն ինձ մնում է ասել նայեք լավ ֆիլմեր, նայեք լուրջ ֆիլմեր, սիրեք Երևանը, սատարեք հայ ֆիլմ արտադրողին սատարեք երկանկյունին like share subscribe եթե գոնե 5%-ով դուր եկավ ձեր տեսածը եւ լսածը
Եվ Տպավորված բարևի SM-ով, ասենք, որ երկանկյունին այսօր այսքանն էր։